Փակ TV-ն այսօր երաժշտական հաղորդում է պատրաստել եւ ինչ երաժշտական հաղորդում առանց լեգենդար արտիստների, որոնք խորը հետ կթողեցին մշակութային տարբեր ժամանակներում։ Դժվար չէ կռահել, որ այսօր մեր տաղավարում վերհուշի ճանապարհը կանցնենք Ալլա Պուգաչովայի, պրիմադոննայի հետ։ Մեր հեռուստադիտողի մոտ կարդնացնենք ամենավառ հիշողությունները, սիրահարվածությունները եւ տարբեր ժամանակաշրջանների կենտրոնացումը կարևորի սիրո եւ նվիրվածության շուրջ։ Նշենք, որ Փակ TV մշակութային հաղորդումները հովանավորվում են հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից, որի շնորհիվ մեր հաղորդումները վերածվել են կարևոր ավանդույթի։ Հանդիսատես անմասն չի մնում մշակութային իրադարձություններից, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։ 1970-ականների խորհրդային Ռուսաստանը բառացիորեն պայթեց նոր լուսավորվող աստղի փայլից։ Հետագայում պրիմադոննա հռչակվող այս աղջիկը չէր էլ կարող կանխատեսել, թե ինչ ապագա է նրան սպասվելու։ 1970-ականների կեսերին Արլեկինո հիթի շնորհիվ Ալլա Պուգաչովան ներկայացավ հանդիսատեսին արդեն իր իսկական հաղթողի տեսանկյունից։ Երաժշտության մեջ նրա բոլոր փորձերը միաձուլվեցին եւ երգչուհին միաձուլվեց որպես պատրաստի աստղ։ Հետագայում նա իրար հերթ չտվող հիթերի շնորհիվ միանգամից հայտնիություն ձեռք բերեց ոչ միայն խորհրդային Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Պուգաչովայի դեպի փառք տանող ճանապարհը երկար էր ու բարդ, սակայն նա բավականին դիմացկուն գտնվեց այն նպատակասլաց անցնելու համար։ Պուգաչովան հանդիսատեսին գերում էր մեկ զգայուն կնոջ կերպարով, որն անկեղծորեն երգում էր այն մասին, թե ինչ կա իր սրտում, մեկ կերպարանափոխվելով հումորային արտիստի, զվարճալի երգերով եւ ազնիվ ինքնահեգնանքով։ Նա ի տարբերություն քաղաքային ռեժիմի եւ հասարակության խավերի արտասովոր ներքին ազատությամբ կին էր, որ իրեն թույլ էր տալիս հանդուկ նկատակներ անել համերգների ժամանակ, պաշտպանում էր ստեղծագործական իր սեփական գիծը, դեմ գնալով կանոններին։ Չնայած փոքր միջադեպերին անվիճելի էր։ Պուգաչովան խորհրդային էստրադայի թագուհին էր։ Նրա յուրաքանչյուր համերգ վերածվում էր իսկական շոուի։ Պուգաչովան փոխարինեց զվարճալի ուրախ համարները դրամատիկ սիրային պատմություններով։ Դեռահասներն ու միջին տարիքի կանայք հավասարապես համոզված էին, որ նա երգում է հենց իրենց համար։ Պուգաչովայի երգացանկը ներառում է ավելի քան 500 երգ, մի քանի լեզուներով, ներառյալ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ուկրաիներեն։ Նա համագործակցեց շատ հայտնի երգահանների հետ, իր կարիերայի ընթացքում վաճառելով ռեկորդային 250 միլիոն ձայնասկավառակ։ Քմահաճ, չարաճճի, զվարճալի, անչափ կանացի Ալլան մտավ շոու բիզնես մեկ կրակոցով։ Նրա առաջին ձայնասկավառակները վաճառվեցին 14 միլիոն օրինակով։ Իր ալբոմները Ռուսաստանից բացի վաճառվում էին Ճապոնիայում, Կորեայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Բուլղարիայում եւ այլուր։ 1970-ականները Պուգաչովայի համար ճակատագրական եղավ, երբ ԽՍՀՄ մշակույթի նախարարությունը թույլ տվեց երիտասարդ երգչուն մասնակցել Բուլղարիայում անցկացվող Ոսկե Օրֆեոս միջազգային մրցույթին, որը կայացավ Կոստանդին Օրբելյանի անմիջական միջամտությամբ եւ հովանավորությամբ։ Ժյուրին միաձայն Պուգաչովային շնորհեց մրցույթի գլխավոր մրցանակը։ Երգչուհին ենթադրեց, որ իր կարիերան վերելք է ապրել, քանի որ ԽՍՀՄ-ում ազատություն չկար։ Դա միակ պատճառն էր, որ մարդիկ ուշադրություն էին դարձնում ինձ վրա։ Բեմում Պուգաչովայի եռանդուն եւ հմայիչ պահվածքն էլ ավելի մարտահրավեր նետեց սահմանված նորմերին։ Ալլա Պուգաչովան աշխատել է ԽՍՀՄ-ի ամենավառ կոմպոզիտորների հետ։ Նա երգել եւ ձայնագրվել է Վլադիմիր Շայինսկու, Զացեպինի, Միխայել Թարիվերդիևի, Ռայմոնդ Պաուլսի, Վլադիմիր Կուզմինի եւ Իգոր Նիկոլաևի երգերը։ Երգչուհի ժողովրդականությունը բառացիորեն պայթունավտանգ աճ տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում։ Նա հայտնվեց բեմում ճիշտ ժամանակին եւ կարողացավ գտնել իր տեղը։ Ալլա Բորիսովնան նրբանկատորեն գրավեց հանդիսատեսին։ Նա ցանկանում էր յուրաքանչյուր ունկնդրի համար դառնալ ընկեր եւ զրուցակից։ Ոչ փողով, ոչ էլ մարմնով նա իր փառքի ճանապարհը չկերտեց։ Ալլա Պուգաչովան ամենահաճախ շրջակայեց խորհրդային աստղերից մեկն է։ 1980-ականներին նա ելույթ ունեցավ Փարիզի լեգենդար Օլիմպիա համերգասրահում։ Նույն թվականին երգչուհին շրջագայեց Իտալիայով, Հարավսլավիայով, Գերմանիայով, Հունգարիայով։ 1984-ին եւ 85-ին նա համերգներ ունեցավ Սկանդինավիայում, ԱՄՆ-ում եւ նույնիսկ Շվեդիայում թողարկեց անգլալեզու Watch Out ալբոմը, բայց այնուամենայնիվ հենց Օլիմպիան էր նրա ամենավաղեմի նվիրական երազանքը։ Պուգաչովան ապրել է Բրեժնևի, Անդրոպովի, Չեռնենկոյի, Գորբաչովի, Ելցինի օրոք։ Նախկինում պրիմադոննայի մեծարում էին ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ նրա նախորդը Բորիս Ելցինը։ Երբ Միխայել Գորբաչովը մահացավ 2022 թվականին, նա գովեց խորհրդային վերջին առաջնորդին ազատության եւ բռնությունը մերժելու համար։ Ռուսաստանի ամենասիրված երգչի երբեմնի ապաքաղաքական ձայնը վերածվեց հակակրեմլյան այլախոհության։ Պուգաչովան խորհրդային Ռուսաստանում այնպիսի ժողովրդականություն էր վայելում, որի մասին երկրի ղեկավարները կարող էին միայն երազել։
Փառքը որպես երգչուհի եւ կատարող նրան տարբեր մականուններով շնորհեց. Աստվածուհի, ռուսական էստրադայի թագուհի։ Ի վերջո հիշենք հայտնի կատակը խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի մասին, որ նկարագրվում էր որպես մարդ, որը Պուգաչովայի դարաշրջանում մանր պետական պաշտոնյա էր։ Պուգաչովան խորհրդային տարիներին երբեք կուսակցության անդամ չի եղել, բայց այդ ժամանակից ի վեր նա բարեկամական հարաբերություններ է ստեղծել երկրի քաղաքական վերնախավի հետ։ Երգչուհին միշտ չէ, որ հանդես էր գալիս բարձրագույն քաղաքական հայտարարություններով, սակայն հիշատակենք մի դրվագ, երբ 1996-ին նա մասնակցեց Բորիս Ելցինի նախընտրական քարոզարշավին, հանդես եկավ համերգներով եւ կոչ արեց քվեարկել նրա օգտին։ Նա թագուհի է, որ կանգնած է քաղաքականությունից վեր։ Պուգաչովան երբեք ողորմություն չհայցեց իշխանություններից, քանի որ ավելի մեծ է, քան ցանկացած ռեժիմ։ Ալլան երբեք չդավաճանեց իրեն։ Պուգաչովը միշտ իրեն դուրս է ներկայացրել ռեժիմից եւ ցույց է տվել իր ազատատենչ անհատականությունը հագուստի ոճի եւ անձնական դիրքորոշում արտահայտող երգերի միջոցով։ Լեգենդար երգչուհին կոնֆորմիստ չէր եւ իր դիրքորոշումը ձևակերպեց իշա հասարակության եւ մարդու իրավունքների։ Նա համարվում է Ռուսաստանի ամենահայտնի կանանցից մեկը, Պուտինից հետո զբաղեցնելով երկրորդ տեղը։ Պուգաչովան խոսեց հրատապ խնդիրների, սիրային դրամայի մասին, բայց դա արեց այնպես, ինչպես նախկինում ոչ ոք չէր արել։ Նա համագործակցել է սովետական լավագույն կոմպոզիտորների եւ երգահանների հետ, ինչպես նաեւ կատարել է արգելված բանաստեղծությունների թարգմանություններ։ Ալլա Բորիսովնայի յուրաքանչյուր կատարում նման էր փոքրիկ ներկայացման։ Յուրաքանչյուր նոր հիթում Պուգաչովան ընդգծել է, որ ինքը սովորական կին է, սովորական տառապանքներով ու ապրումներով։ Պրիմադոննան չի ամաչել բեմում հայտնվել ծիծաղելի հանդերձանքով եւ նույնիսկ կարողացել է դրանք դարձնել իր այցեքարտը։ Ես նույնն եմ, ինչ դուք բոլորդ։ Ըստ ամենայնի ակնհայտ է, որ առաջիկա տարիներին Պուգաչովայի մակարդակի արտիստներ հազիվ թե ծնվեն։ Նա անկասկած ամենահայտնի անձնավորությունն է, որ համարձակվել է հրապարակավ արտահայտել կանացի զգացմունքները։ Ազատությունը հարստության լավագույն ձևն է, եւ ես դա պահում եմ իմ մեջ։ Ես ապրում եմ դրանով եւ կփորձեմ ողջ մնալ, մինչեւ լույսը հաղթի խավարին, բարին չարին, ճշմարտությունը զրպարտությանը։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Համլետ Ղուշյանի դեռ 30 տարի առաջ նկարահանած բացառիկ հարցազրույցը պրիմադոնայի հետ, որից հետո կվերադառնանք եւ մեր տաղավարում կհյուրընկալենք Համլետ Ղուշյանին։ Алла Борисовна, конечно, очень приятно, что у армянского зрителя будет еще раз повод, возможность 25-26 встречаться с вами на Раздане. Как недавно встреча с нами сказал Филипп, это Раздан — это новая глава. Как он сказал, это новая глава в жизни Аллы. И я думаю, что вот очередная встреча принесет вам тоже большие радости. Ну, я надеюсь, для меня просто встреча с Арменией, она долгожданная, и где бы она ни произошла, на Раздании или в маленьком зальчике, это было бы для меня приятно. Я знаю, что Раздан несколько в аварийном состоянии, правда, находится. Вот, и, по-моему, это такой шанс не надо упустить. Потом будут ремонтировать его еще. Вот, и потом неизвестно, свидимся когда еще. Так что этой встречей я очень дорожу. Сейчас, конечно, хотелось бы, чтобы вы знали, что вас, как любили прежних, то сейчас любят, наверное, больше, потому что давно вас не видели. Вот как вы ждете этой встречи с вашими поклонниками? Я так понимаю, что раньше меня любили как молодое вино, а сейчас я уже как старое такое хорошее вино, которое не любить невозможно. Спасибо большое. Но для меня вообще слово «поклонник» — это особое слово. Это не те, которые стоят у подъезда, а те, которые верят и ждут. Ждут на концертах. И когда пою, и когда не пою, верят в мои силы. Что я могу сказать? Вот мне хотелось бы, чтобы в октябре, когда мы будем в Ереване, не знаю, надеюсь, что будет тепло, но даже если не будет тепло, то тепло ваших сердец согреет меня. Не только сердце Филиппа, вот, а все ваши сердца. Чтобы вы порадовались за меня, как вы всегда радовались. Чтобы у вас не было повода горевать по каким-то там проблемам, которые у меня были. Сейчас их нет, и слава Богу. И пусть у вас тоже их не будет, Саватан. Ну, естественно, интересует такой вопрос. Какую программу вы готовите для наших зрителей? О, я никогда не знаю. То есть у меня столько программ. Вот, и какая вот последняя, так сказать, минута, она вот придет, но вот я почувствую
что должно быть. И у Филиппа, кстати, очень много возможностей, разных песен. Вот. Мы там уж как-нибудь построим, это в зависимости от технического оснащения, от всего, от погоды. А вы знаете, когда я Филиппу задал вопрос, вот представлял, когда Филиппу телезрители, он на армянском сказал: конечно, я понимаю по-армянски, не только понимаю, но и пою. Корни, у него еще корни армянские есть, потому что он болгарин, но его прадедушка, он был армянин, то есть болгарин такие с армянскими корнями. То есть от Армении и от Болгарии мне видно никуда, как видите, не отвертеться. Алла Борисовна, а вообще-то какие сейчас у вас отношения с телевидением? Ну, у меня всегда они были очень целомудренными, чистыми. Вот, и, так сказать, мы не надоели друг другу за 25 с лишним там лет, за 25 лет, потому что я в меру работала всегда на телевидении, и телевидение в меру приглашало меня. Так что у нас все очень хорошо. У вас такая работа, что, к сожалению, времени очень мало. Вот даже наша съемочная группа вас, как говорится, поймал просто в машине, потому что нет времени. Вот сейчас будет снимать новый клип, наверное. Я, честно говоря, даже не знаю, что тут будут снимать. Я знаю, что моя дочь снимается в маленьком очень ролике. Это задумка, в общем, режиссера Дениса Евстигнеева на Первом канале телевидения. Это маленькие ролики по темам очень гуманным. Верьте в себя, там, предположим, все будет хорошо. То есть очень такие интересные темы маленьких таких роликов. Их нельзя назвать рекламными. Они такие очень человеческие ролики, которые поднимали бы дух. И в роли Аллы Пугачевой, значит, снимается Кристина Орбакайте. Вот она здесь ходит уже с подставленным носиком в рыжем парике и очень похожа на меня, ту, которая была. Но немножко красивее, конечно, она. Вот, и она сейчас должна изобразить вот Аллу Пугачеву, у которой что-то случилось на сцене во время исполнения Арлекина. Это действительно было когда-то такой, этот эпизод. И она пересилила себя. Вот. А я не знаю, зачем я здесь, по режиссерской задумке, я должна была бы изображать то ли женщину, которая как бы из будущего, то есть та Пугачева, которая будет, или я ее мать, которую я до сих пор не могу понять, но кончается весь этот ролик словами «верьте в себя». Ну вот, это главная задача, которую мы должны произнести. Верьте в себя, люди, что бы ни случилось. А вы знаете, вот когда был фильм «Женщина, которая поет», фильм был такой своеобразный, хороший, остался добрый. И вот сейчас у вас будут концерты на раздание. Может, армянское телевидение снимет тоже такой своеобразный фильм «Алла Пугачева на раздание»? Это надо было раньше снимать. Вот тогда этот фильм. Дело в том, что уже он не так актуален. Скоро выйдет документальный фильм, где съемки на стадионе Раздан одни из самых, такой один эпизод из самых главных. Это 5-серийный документальный фильм обо мне. Он должен выйти где-то в октябре, в ноябре на экраны телевизоров. Вот, а сейчас обязательно с нами будет съемочная группа. Вот, так что вы можете не напрягаться. У нас все с собой, все свое, ношу с собой. Вот. Так что мы обязательно снимем, конечно. Этот эпизод, эта встреча, она не должна пройти бесследно. Традиционно есть вопросы, которые мы задаем участникам нашей передачи. И традиционно, конечно, они стараются как-то коротко все это ответить. Но я бы хотел, чтобы вы с нами поделились. Все же, какие планы в ближайшем будущем? Ой, давайте я не буду на эту тему говорить, потому что я знаю, что я пою концерты где-то до Нового года, отдаю, так сказать, концертные долги, потом я должна год-полтора помолчать, осмыслить свое существование, потому что все эти годы, которые я пела, я была очень нужной людям, я это чувствовала. Теперь я хотела бы стать им полезной, но еще не знаю как, кроме того, что нужной. Еще не знаю как, потому что для того, чтобы, ну, как сказать, для того, чтобы быть интересной зрителям, нужно искать себя. А в данной ситуации
в этой вот в жизни такой суетной очень легко себя потерять. Поэтому я должна остановиться, осмотреться, найти что-то новое, переосмыслить старое. Я это делала всегда, между прочим, но в этот раз как-то очень заметен этот уход и обсуждаем. Вот. Многие это связывают с тем, что я не хочу связываться с предвыборной кампанией. Знаете, там концерты, все. Может быть, все вместе взято и привело к тому, что вот я ухожу в такой творческий отпуск. Вы знаете, мне не хочется вас говорить Алла Борисовна, потому что вы для меня всегда Алла. Сейчас выглядите даже моложе, чем 10 лет назад, когда я у вас брал интервью еще в Ереване на велотреке. Это в жизни, а вот как на экране, потому что как-то вот сниматься мне не удается. То есть я в жизни один человек, а вот с ним, вот извините, это не к оператору, так сказать. Ну, просто мне не везет на то, как меня снимают. Вот я уже камеру боюсь, честно говоря. Я надеюсь, что наш оператор делает все, чтобы вы были таким, каким есть. Поэтому... В машине при этом свете, тогда он гений просто. Просто гений. А что делать, если у вас нет времени? Вот приходится вот делать так. Ну, это правильно. Это моя профессия, что у меня нет времени. А это ваша профессия гоняться за той, у которой профессии нет времени. Ну, что делать? C'est-la-vie. Вы знаете, когда мы с Филиппом беседовали, он сказал, что я приеду с самым любимым человеком, с женой приеду в Ереван. Как, говорит, ни странно, я там ни разу не был, но я приеду с моей женой. А какая моя Алла сейчас красивая, молодая, озорная. Вот чувствуется, что он вас действительно искренне любит. Я очень рад за это, за вас, конечно, за него тоже, потому что после этой передачи я совсем по-другому узнал Филиппа, как журналист, как человек. Просто я его представлял просто актером, певцом таким. Но Алла, вам тоже повезло. Да я сама себе завидую. Что вы думаете? Конечно, конечно. Нет, ну, это любовь его проверенная, так сказать, годами. Да и, в общем, даже если бы его не любила, невозможно его не полюбить. Вы знаете, после этой встречи я понял, почему вы выбрали именно Филиппа. Потому что это действительно достойный мужчина вам. Кроме того, что он достойный мужчина, он просто очень чистый человек. Слишком много, при всем моем старании отделаться от этого, слишком много грязи наносного было все-таки в моей жизни, вот, то есть в окружении, во всем. Мир такой эстрады. И он для меня, конечно, как глоток чистого воздуха на данный момент. Может, поэтому я и ухожу на время, чтобы отдышаться, так сказать, с ним. На прощание еще один традиционный вопрос. Что бы вы хотели пожелать жителям Армении? Благополучие. Вот это слово, оно такое емкое, в нем все. И покой, и очень такая энергетика хорошая, чтобы не нарушалась активность жизни какими-то мелочами, суетой, стихийными бедствиями и всякими ужасными, так сказать, темами, как там войны, разрушения. Это все ужасно. Я хочу, чтобы все ужасное ушло из каждого дома, из Армении, отовсюду. Так что вот это слово благополучие, вот это емкое такое слово, этого я и желаю вам. Благополучия. Բարև ձեզ, պարոն Ղուշյան, դիտեցինք 30 տարի առաջ ձեր պատրաստած հարցազրույցը Պրիմադոննայի հետ։ Շատ անմիջական հարցազրույց էր, մեծ հույզեր առաջացրեց մեր հեռուստադիտողի մոտ։ Ստելա, պիտի ասեմ, որ իսկապես ես էլ մտքով գնացի 30 տարի հետ, երբ երիտասարդ էինք, ավիոնով լի, եւ իհարկե այդ շատ ինքնատիպ հարցազրույցը Ալլայի մեքենայի մեջ, որտեվ շատերը կասեն, ինչու տեղ չկար նկարանելու հենց մեքենայի մեջ, բայց սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ ինչու մեքենայի մեջ, որովհետև այդ օրը Ալան պիտի շտաբ գնար կենտրոնական հեռուստատեսություն իր հերթական տեսահոլովակը նկարելու, իսկ մյուս օրը առօրյան թռչում էր ինչ-որ ամերիկյան շրջագայության հետ կապված, հետո ժամանակ չկար, իսկ Երևանում սպասում էին մեր հարցազրույցին, որտեղ նա պիտի գար Երևան մասնակցելու Ֆիլիպի հետ այդ երկու համերգներին, ինչը նախատեսված էր։ Եվ ահա երբ այսպես առանց երկար բարակ մտածելու ասեցի,
Դուրում հենց հիմա նկարանենք մեքենայի մեջ, ասեց ոնց հնարավոր է, ասեց կյանքում անհնար ոչինչ չկա հալա։ Պես որ պիտի նկարենք, այդ վերջին մեկ ամսվա ընթացքում մենք շատ այսպես մտերիմ ջերմ հարաբերություններ էինք հաստատել Ալայի եւ Ֆիլիպի հետ եւ կարծում եմ դա հենց նպաստեց, որ ես էլ ինչ որտեղ իմ կապրիզները թելադրեմ, ուրեմն եթե ոչ, եկեք մեքենայում նկարանենք, այլապես ինքը չէր կարող համաձայնվել եւ ինքը նույնիսկ չէր հարդարվել։ Նա այդ հարցազրույցի ժամանակ մեր ունկնդրին ներկայացավ այնպիսին, ինչպիսին որ կա առանց գրիմի, հասկանում եք։ Եվ կարծում եմ, որ դա էլ այդ հարցազրույցի հաջողված այսպես նյուանսներից մեկն էր։ Եվ ինչպիսի խաղաղ ժամանակներ, ինչպիսի հասանելիություն, նման բարձր կարգի աստղը կարողանում է իրեն պահել բավականին մարդամոտ եւ բավականին բնական։ Շատ, անընդհանրապես իր փոխհարաբերություններում շատ բարձ, շատ մաչելի է։ Իսկ դրանում բազմիցս եմ համոզվել ու անգամ ավելին ասեմ, երբ մենք եկանք Երևան, ինչպես որ պայմանավորվել ենք այդ համերգային շրջագայությանը, որին իդեպ հաջորդեցին մի շարք կարևոր այսպես իրադարձություններ, կուզենայի մեր ունկնդրի հետ կիսվել, պատկերացնում եք մարդիկ, որոնք կազմակերպել էին Ալայի եւ Ֆիլիպի համերգը Երևանում, եկել էին Մոսկվա, ընդամենը $20,000 գումար էին վերցրել իրենց հետ, իսկ այն ժամանակ մի համերգը միայն արժեր $120,000 եւ պիտի գոնե ամեն համերգի համար $20,000 դոլար թողնեին, որպեսզի երկիշները համաձայնվեին գալ Երևան։ Եվ ինձ համար անսպասելի է տաղները դեպեցին ինձ ասին, պարոն Խուշյան, մենք մի կերպ այդ $20,000-ները կտանք, բայց տոմսը, որ խումբը բերենք Երևան, 8,000-ը չի երկում, եթե կարող եմ ես օգնեք, մի տեղից պես համար գումարով, պարտքով գումար չարեք, հենց գաք Երևան, մենք գումարը անմիջապես կվերադարձվենք։ Ինչ մեծ իրադարձություն էր, Երևանը պայթում էր, ժամանելու էր պրիմադոննա։ Այո, դե լսեք, հետաքրքիր ինչն էր։ Ես այդ գումարը իմ լավ բարեկամներից հայթայթեցի եւ այդ 8,000-ը տվեցի այդ տղաներին։ Մենք եկանք Երևան եւ ինչ, մինչեւ այսօր այդ տղաները այդ 8,000 ինձ տալիս են։ Փառք Աստծո, որ իմ ընկերները, որոնց ես այդ գումարը խնդրել էի, այդպես էլ ինձ չհիշեցրին այդ գումարի մասին, ասին դե լավ հաշվի մատաղ են կարել։ Հրաշալի տղաներ էին դեպ այդ օգնողները եւ այդ երկու արկածախնդիրները, որոնք Ալայի հարսանիքն էին, Ալայի համերգն էին կազմակերպել, հետո շատ դաժան պատժվեցին ճակատագրի կողմից, որտեղ նրանց մի մասը իրար այդպես ընթարվեցին, գումարը հասույթը, որ ստացվել էր համերգներից, մի մասը գողացան, մի մասը փախուստի դիմեց, մի մասը այդպես մի խոսքով մի շատ այլանդակ պատմություններ, որոնց մասին չարժե հիշել։ Ամենակարևորը, որ նրանք եկան Երևան եւ այդ համերգը տեղի ունեցավ։ 3 օր մենք անցկացրինք միջև համերգը Երևանում եւ այդ օրերին մենք ավելի այսպես մերվեցինք Ալայի ու Ֆիլիպի հետ։ Ապրում էինք իմ լավ ընկերներից մեկի հյուրայի ամառանոցում եւ հրաշալի օրեր անցկացրինք։ Լավ հիշում եմ երկրորդ օրը հյուրան այսպես հայկական խորովածով որոշել էր մեր երեկոն ինքնատիպ դարձնել։ Ալան ասեց հայկական խորոված շատ եմ սիրում, մանավանդ երբ որ հայերն են պատրաստում։ Եվ հանկարծ եկան ասեցին, որ Վանո Սիրադեղյանի համար ջուտ այդպես Վանոյի ջուտը եկել է ուզում է շտապ Ալային տեսնի։ Ինչ կապ ունի։ Ասեցի տավ թողներ սկա, եկավ իրեն բնորոշ այդպես բանով, ոչ մեկի բանի տեղ չդնելով, Ալա, наш министр хочет, чтобы ты поехала с нами на встречу։ Ալան ասեց, а кто ваш министр։ Ասեց, ով է զրախարար, ասեց Վանոն։ Ասեց, իսկ ինչի ես պետք է գամ, դե ասում է Գրաչովի հետ իրենք ձեզ են սպասում, հիմա սեղանը գցել են, ասեց, գիտեք ինչ, գնացեք ձեր երկու մինիստրներին ասեք, որ իրանք գրան գրողի ծոցը, ես չեմ ուզում ռուսական արտահայտությունը ասել, ինչ բան ասեց, ով են այդ ոչիլները, որ ես պիտի նրանց համար վեր կենամ գրամ, ռադ եղեք, ես ճուտը մնացել էր շիվարած, ասեց, ոնց գնամ, պետք է լասեմ, ասեց, ոնց ուզում եք գնացեք ասեք։ Ես չեմ էլ ուզում դրանց։ Այսպիսի բաներ են եղել, որ կադրի դուրս է մնացել, բայց իրականում Ալան այսպիսին էր։ Նա շատ պարզ էր, շատ հասարակ, բայց եւ կարող էր շատ կոպիտ տամել մեկին իր տեղը դնել։ Նա անում էր այն, ինչ իրեն դուր է գալիս, ինչ սիրում է եւ երբեք չէր հպատակվում
ստեղծված Ինքը նորմերին։ ընդհանրապես շատ ինքնատիպ մարդ է եւ ես հիմա որ տեսնում եմ այս իրավիճակը, որում հայտնվել է, շատ ցավում եմ, որտեղ իսկապես շատ մեծ արվեստագետ է, մեծ երկչուհի, մեծ այսպես հոգուտեր մարդ, ում հետ կարելի է եւ ճանապարհ գնալ, ում կարելի է վստահել։ Ես շատ ափսոսում եմ, որ այսօր նա հայտնվել է այս իրավիճակում։ Իր կյանքում նա 5 անգամ ամուսնացել է, չէ՞։ Այո։ 6-րդը չստացեց, իդե 6-րդը կարող էր լինել, I think 5-ից բացի կարող էր լինել ամուսնություն նաև Կոնստանտին Օրբելյանի հետ, բայց Բայց չստացեց։ Օրբելյանից խլեցին Ալային Այո, փաստերի լեցի պահին։ եւ շատ Դա վարպետորեն։ արդեն ուրիշ պատմություն է։ Պարոն Հուշյան, Ալային ուղեկցում էր Կիրկորովը, որի կյանքում Ալան մեծ դեր է ունեցել, եղել է նրա լավագույն ռեժիսորը։ Այո, իդեպ Ալանն էր հենց որ Ֆիլիպին դարձրեց Ֆիլիպ։ Նրա բոլոր համերգային այդ ներկայացումները ինքն էր պատրաստում եւ ասում էր ինչպես պետք է անել։ Դե Ֆիլիպը միջև ակաժները սիրարված էր Ալային եւ նրա ամեն մի խոսքը նրա համար ոսկու արժեք ուներ։ Եվ մինչ այժմ էլ թեպետ փոքր մարդիկ քննադատում են Ալա Պուգաչովային, բայց Ֆիլիպը կանգուն մնում է նրա կողքին եւ պաշտպանում է հրապարակայնորեն։ Այո, այսօր ցավոք շատերը դավաճանեցին Ալային, բայց ես ցավում եմ այդ Մաքսիմը երբեք ինձ դուր չի եկել Գալկինը անկեղծ ասած եւ ես զարմացա որ նա այնուամենայնիվ իր ընտրությունը կանգնեցրեց հենց Գալկինի վրա, որովհետեւ Ալան իր էությամբ լրիվ ուրիշ մարդ է, իսկ այդ պատանյակը այդ ժամանակ դե Ալայի համար նավ էր։ Նա շատ այսպես ծանր իրավիճակում վերեց այսօր հասցրեց Ալա Պուգաչովային։ Այո, նրան համարեցին գործակալ եւ Ալան էլ ընկավ այդ ցանցը։ Այո, դե ասեցին որ Մաքսիմը արտերկրի գործակալ է, Ալանն էլ ասեց դե եթե իմ ամուսինը արտերկրի գործակալ է, ինձ էլ համարեք գործակալ, բայց փառքաստո որ ռուսերեն խախել կունեցան, որ այդ քայլին չգնացին։ Եվ երբեք էլ չեն գնա։ Պետդումայի մակարդակով առաջարկներ են անդադ արվում, բայց դրանք մերժվում են կառավարության ղեկավարի կողմից։ Դե գիտեք, կան արվեստագետներ, սիրելի բարեկամներ, իսկապես կան մարդիկ, որոնք հետ պիտի շատ զգուշ վարվել։ Այդ մարդիկ իրենց երկրի այցետոմսերն են, այցեքարտերն են, եւ այդպես վարվել պարզապես չի կարելի։ Մարդը ամբողջ կյանքը նվիրեց ռուսական մշակույթին եւ խնդրեմ պատասխան ինչպիսին։ Մի մոռացեք, նա նաեւ սովետական միջաժողովրդական արտիստով է Ալան։ Հրաշալի մի երկչուհի, որը պատմության մեջ կմնա հավերժ։ Բոլոր ղեկավարները հերթով կգան կանցնեն, բայց Պուգաչովան մնալու է։ Համամիտ ես։ Անշուշտ։ Պարոն Հուշյան, եւ նա վերջերս խորհրդանշական է, որ գրեց հայրենական մեծ պատերազմի մասին երգ եւ շատ ռուս քննադատներ, երաժշտական քննադատներ ասում են, որ սա կարծես կանչ լինի, կարծես վերադարձի կանչ Վերադարձի հիմն է։ Այո, թեպետ նա դա չի խոստովանում ուղղակիորեն, բայց դա կարծես ենթատեքստերով արտահայտում է իր ողջ կարոտը հայրենիքի նկատմամբ։ Ես առիթ եմ ունեցել երկար տարիներ ապրել աշխատել Հայաստանից դուրս եւ գիտեմ թե ինչքան դժվար է դա ու ամեն անգամ ասեմ ձեզ երբ ես գտնվել եմ արտերկրում աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում կամ եղել եմ այլ երկրներում ինձ համար որպես այսպես կարոտը սփոփելու միակ հնարավորություն եղել է երգը եւ հատկապես իմ լավ բարեկամի ընկերոջ Ռուբեն Ախվերդյանի երգերը որոնք ինձ հայրենիքի կարոտը առնելու հնարավորություն են տվել։ Սա շատ կարևոր է եւ այսօր երբ որոշ անիմաստ մարդկանցից լսում եմ քննադատական սուր խոսքի Ռուբեն Ախվերդյանի ասածին, մտածում եմ ախր այ ոչնչություն է։ Դուք ինչ որ բան արել եք Ռուբենի չափ, որ այսօր փորձում եք նրան քննադատել։ Նույնը ուզում եմ ասել նաեւ այն մարդկանց, որոնք այսօր ովքեր այսօր դավաճանում են Ալա Պուգաչովային, ում շնորհիվ իրենք մարդ են դարձել, ոտքի են կանգնել, ճանաչում են ձեռք բերել։ Սա ամենացավալին է, երբ ապերախտ մարդկանց հետ գործ ունես։ Պարոն Հուշյան, ցնցվել է, երբ կարդացի, որ Ալայի երգերի հեղինակ Պաուլսն է անգամ քննադատել Ալային, ասել է, որ նա շատ պահանջկոտ երգչուհի էր։ Այո, միգուցե նա պահանջկոտ էր, բայց արդյոք արժեր դա մեջ բերել այս ժամանակներում։ Ինձ համար էլ անկեղծ ասած Պաուլսի վերաբերմունքը անհասկանալի է, որտեղ գիտեմ որ լավ բարեկամներ են եղել եւ երբեք նրանց միջև երբեք սև կատու չի անցել, բայց արի ուտես որ նաեւ նման խոշոր կոմպոզիտորը նման այսպես մտերիմ մարդ կանցից մեկը նույնպես կարող է երես թեքել, դա շատ ծանր է։ Կարող ենք արձանագրել, որ Ալան ի վերջո միայնակ մնաց իր բարձր դիրքում։
Ես համոզված եմ, որ այս անհաջողությունները, որ հիմա կապված Ալլա Պուգաչովայի ժամանակով են դրանք կասնեն, կհարդարվեն, Ալլան մնալու է ռուսական, ինչու ռուսական համաշխարհային էստրադայի վառ աստղերից մեկը, որը անջնջելի հետք է թողել այդ ոլորտում եւ իհարկե նրա հասցեին հնչեցված ցանկացած նմանատիպ անհետություն շատ ցավալի է։ Նաև նշենք, որ նա կարողանում է կոտրել ռուսական ավանդական տատիկի կերպարը։ Անգամ Երգիծաբան Ժվանեցկին ասել է, որ Ռուսաստանը կարելի է ճանաչել երկու անձով՝ Պուտինով եւ Պուգաչովայով։ Այո, դե նրանք Ռուսաստանի այցեքարտերն են իսկապես։ Նա նաև այն կանանցից էր, որ չսպասեց փայլուն ձիով ասպետին։ Ամեն ինչ կերտեց ինքնուրույն, ինչպես ուժեղ կին, եւ կարծում եմ շատ կանայք կարող են օրինակ ձեռք բերել եւ չնահանջել իրենց դիրքերից, որ իսկապես սեփական փորձով եւ սեփական ուժերով կարելի է հասնել հաջողության։ Այո, ինքը սկսեց 0-ից եւ եկավ հասավ տեսեք ինչ բարձունքների։ Երբ 70-ականներին ձեր ասած Արլեկինոից հետո Ալլա Պուգաչովան իլուր աշխարհի իրեն հրճակեց նոր աստղ, շատերը այն կարծիքին էին, որ սա ժամանակավոր էսպես հաջողություն է, բայց տարի Ալլայի փառք ավելի էր մեծանում։ Եվ սիրելի բարեկամներ, ես պետք է ասեմ, որ այդ տարիների ընթացքում Պուգաչովան այնպիսի մասնագիտական աճ ունեցավ, որ իսկապես ապշելի է։ Էլ չեմ խոսում իհարկե նրա մարդկային որակների մասին, ինչը ինձ անընդհատ զարմացնում է։ Եվ ես շատ շնորհակալ եմ այն իմ բոլոր ընկերներին, ովքեր ժամանակին Մոսկվայում ինձ ծանոթացրեցին, մոտիկից հնարավորություն տվեցին ճանաչել Ալլա Պուգաչովա մարդուն, ում հետ ես երկար տարիներ ընկերություն եմ արել եւ միշտ շատ ինչպես քաղցր հաճելի հուշեր են մնացել։ Պարոն Ղուշյան, ցավալի է, որ նա մեծ դժվարությամբ ձեռք բերելով ժողովրդական սերը հիմա հիշատակվում է անձնական կյանքի բամբասանքներով եւ ասեկոսեներով։ Մարդիկ նրա անձնական կյանքը ավելի շատ են մեջբերում, քան այն ելույթները, այն փառահեղ անցյալը եւ այն ամբողջ մեծ ժառանգությունը, որը նա թողեց էստրադայում։ Այո, ցավոք դուք ճիշտ եք, եւ բայց ես նորից եմ կրկնում, համոզված եմ, որ Ալլան նորից Փյունիկից, ինչպես ասում են, Փյունիկ բարձրանալու է հատակից եւ նորից շոշովալու է, որտեվ նա իսկապես հրաշալի արվեստագետ է, մարդ ով կարողացավ կոտրել բոլոր տեսակի կարծատիպերը եւ ես ավելին ասեմ, խորհրդային տարիներին հեշտ չէր այդքան, բայց նա իրեն թույլ էր տալիս այնպիսի արտահայտություններ, որ ոմանք նույնիսկ զարմանում էին, թե ինչպես են խորհրդային տարիների, այն տարիների իշխանավորները հանդուրժում, բայց երբ դու մեծ արվեստագետի հետ գործ ունես, ով ուզում ես եղել, պիտի հասկանաս, որ դու ընդամենը մի փոքրիկ էակ ես այդ համաշխարհային աստղի առջև։ Այնպես որ Ալլայի հաղթանակին ես անձամբ երբեք չեմ կասկածել։ Լրացնելով ձեզ, ասեմ, որ քաղաքական գործիչները նաև երբեմն կասկածամոտորեն էին մոտենում Ալլայի տեքստերին երգի։ Նրանք կարծում էին, արդյոք սա մեզ է ուղղված վերին իշխանություններին։ Նա մի երգ ունի, ամեն ինչ կարող են թագավորները, բայց թագավորները չեն կարող սերը վաստակել։ Իհարկե, սիրո հարցում, իհարկե ամենաթշվառ վիճակում թերևս թագավորներն են, որոնք երբեք ինքնուրույն չեն ընտրում իրենց կեսին։ Եվ Ալլան կարծես բարձրաձայնեց կնոջ ամենանվիրական զգացողությունները անկախության եւ ուժի դիրքից։ Համամիտ եմ։ Դրա մենք վերհուշում, այսպես քեզ հետ բարբերաբար կանարդառնանք մեր անցյալի մեծերից շատերին եւ դա կարծում եմ հնարավորություն կտա հատկապես ձեզ սիրելի բարեկամներ ավելի մոտիկից ճանաչելու այդ մարդկանց, որտեղ կան բաներ, որ ձեզ համար անհասանելի են եղել եւ դուք անտեղյակ եք, բայց փորձելու ենք մենք բացել փակագծերը։ Մենք փորձելու ենք վարակույրի ետևում լույս սփռել բոլոր այն գաղտնիքների վրա, ինչը այսօր կարող է հետաքրքրել մեր ունկնդրին։ Համարիտ ես։ Անշուշտ, պարոն Ղուշյան, կարծում եմ, որ մեր ունկնդրին չափազանց հետաքրքիր է նաեւ Ալլա Պուգաչովայի եւ Կոստանտին Օրբելյանի թաքուն ծածուկ սիրավեպը։ Դե դա մի առանձին պատմություն է, այդ մասին կարելի է անգամ ֆիլմ նկարահանել։ Այո, բայց եկեք ձեր թույլտվությամբ մեր հաղորդման ժամանակ նաև հիշատակենք դրա մասին, թե ինչպես էր Կոստանտին Օրբելյանը մեծ նվիրականությամբ Ալլային սիրում, գուրգուրում եւ նրան պաշտպանում բոլոր արհավիրքներից։ Նա անգամ Ալլայի համար երգ է նվիրել Երջանկության 100 ժամերը,
որի համար Ալլան անընդհատ փախչում էր փորձերից եւ գալիս էր հյուրանոց եւ Օրբելյանի հետ փորձեր էին անում, բայց զգուշությամբ պատասպարվում էր այլ սենյակում, չէր մնում Օրբելյանի հետ մի սենյակում, որպեսզի ասեկոսեները չտային իրենց հետևանքները։ Դե դա մի առանձին պատմություն է, ովքեր տեղյակ են գիտեն, թե իսկապես ինչ բուռն զգացմունքներ կար այդ երկու վառանատականությունների միջև, եւ ես պիտի ասեմ, որ մի առետով են մայստրոն ասաց, որ ինքը նորովի երջանկացել է Ալայի հետ հանդիպելով, որտեղ կարծես այսպես պատանեկան սիրով է բոցավորած։ Ես ճիշտ ասած համոզված եմ, որ նրանք պիտի ամուսնանան, բայց այդպես չէ։ Այո, բայց ափսոս, որ չստացվեց։ Նաև քչերը գիտեն, որ Ալլա Պուգաչովան էլ երգ ունի նվիրած մայստրոին, որը հենց կոչվում է մայստրո, եւ նվիրվում է Կոստանտին Օրբելյանին, որի համար Կոստանտին Օրբելյանը մեծ երջանկություն է ապրել։ Հրաշալի երգեր ունի Ալլա Պուգաչովան եւ այդ երգերը հատկապես նվիրված այս կամ այն վառանատին յուրովի են հնչում Ալլա Պուգաչովայի մատուցմամբ։ Նա իսկապես անկրկնելի մեծ երգչուհի է եւ այսօր ես անձամբ ունեմ երկու սկավառակ երգերի, որոնք միշտ նշում եմ, դա մեկը Պուգաչովան է, մյուսը Ռուբեն Ախվերդյանը։ Ձեր ֆավորիտներն են։ Այո, եւ պիտի ասեմ, որ այդ երգերը ինձ օգնում են ցանկացած դժվարություն հաղթահարել։ Այո, պարոն Ղուշյան, ձեզ հետ անձնական զրույցներում ես համոզվում եմ, որ դուք հին անցյալում, հեռու ժամանակներում որքան հետաքրքիր կյանք եք ունեցել եւ այդ վերհուշով ապրելով կարծես այս ներկայի գաղ եւ անհետաքրքիր սաստիկ տաղտկալի ժամանակների փոշին կարծես ցրում եք։ Ճիշտ ես նկատել, որովհետեւ 52 տարի անցկացնելով հեռուստատեսությունում այնպիսի մեծությունների հետ են բախտ ունեցել, հանդիպել, շփվել, նրանց հետ հարցազրույցներ վարել, որ ամեն մեկը մի յուրովի ինքնատիպ մեծություն էր, ումից անընդհատ ինչ-որ բան կարելի էր սովորել։ Վիլյամ Սարոնն ասում էր, ամենամեծ նվաճումը մարդկության դա միջ անձնային հարաբերություններն է, դու կարող ես շփվելով մեկը մյուսի հետ քեզ դուրս բերել այն մղջավանջային իրավիճակից, որով մարդը կարող է հաճախ հատնվել։ Երբ ես նոր էի սկսել հեռուստա հաղորդավարի, հեռուստալրագրողի եւ մասնագիտությունը այսպես զարգացնել, շատ դժվար էր աստղերի հետ շփվելը, բայց այսօրվա նորելուկները սա մի ուրիշ երևույթ է։ Սիրելի բարեկամներ, սա շատ վիրավորական է, հավատացիք, հատկապես լրագրողի համար, հատկապես այն հաղորդավարի համար, ով ուզում է ձեր մասին լավ գործ անի, բայց դուք այդպես անշնորհք մերժում եք, չի կարելի, հավատացեք, գալու է օրը, բումերանգի օրենքը միշտ գործում է, որ դուք եք խնդրելու այդ մարդու մոտ գնալ հարցազրույցի կամ լինել նրա հյուրը, բայց ցավոք այսօր այդպեսին է կյանքը։ Պարոն Ղուշյան, եւ վերջում կարող ենք ասել, որ որքան է մարդիկ քննարկեն եւ քննադատեն Ալլա Պուգաչովային, մի բան անկասկած է։ Սերունդներ դաստիարակվեցին, սերունդներ մեծացան, ամուսնացան եւ երեխաներ ունեցան Ալլա Պուգաչովայի երգերի հովանու ներքո։ Դեռ քանի սերունդներ են դաստիարակվելու։ Շնորհակալություն պարոն Ղուշյան, նման վերհուշի եւ անդրադարձի համար ինձ համար հուզիչ էր հետևել այն ամբողջ անցյալի դրվագներին, որոնք ապրեցինք միասին եւ կարծում եմ մեր հեռուստադիտողը նույնպես կկարողանա մեզ հետ կիսել հուզիչ այդ զգացողությունները։ Համոզված եմ։ Չէ, բարեկամներ, ես էլ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ մեզ հետ էիք, դիտում եք մեր վերհուշը, հավատացեք, Ստելայի հետ մենք աշխատում ենք ձեզ ներկայացնել անցած գնացած օրերի առավել հիշարժան ակնթարթները։ Դրանք ընդհանրապես փոքրիկ ակնթարթ են մեր կյանքում, բայց ինչքան հետաքրքիր իրադարձություններ են թաքնված այդ ամենի ետևում։ Պուգաչովան համոզիչ կերպով արտահայտում էր, որ ինքը ժողովրդի հետ է եւ դեմ է համակարգային էլիտաներին եւ հաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի ազատությունը ամեն ինչից վեր է։ Նա հակիրճ եւ քաղաքավարի կերպով մերժեց իր կարիերան եւ հեղինակությունը արժեզրկող ցանկացած փորձերը։ Իր կյանքն ու ստեղծագործությունը արժեզրկող ցանկացած փորձերը անզոր գտնվեցին իր ուժեղ անհատականության դիմաց։ Պուգաչովան խոսեց ուժի դիրքերից։
Արդեն 15 տարի է ինչ Ալլա Պուգաչովան հյուրախաղերով հանդես չի գալիս եւ ավելի ու ավելի հազվադեպ է երգեր թողարկում, բայց նույնիսկ այն ստեղծագործությունները, որ ձայնագրվում են Ռուսաստանից հեռու, դեռևս բուռն քննարկում են առաջացնում երգչու հայրենիքում։ Պուգաչովան վերջերս երկրպագուներին է դիմել հետեւյալ արտահայտությամբ. «Դուք ինձ թույլ եք տալիս զարդարել կյանքը տարբեր գույներով, չէ՞ որ ես ներսում նկարիչ եմ եւ իմ աշխարհի պատկերը անընդհատ փոխվում է եւ ինձ շատ հետաքրքրում է թե ինչպես է կյանքը հետագայում պատկերելու այն»։ Ալլա Պուգաչովայի տաղանդներն ու հավակնությունները մի շատ ավելի լայն են եղել, քան պարզապես երգելը։ Իր կարիերայի սկզբում նա դրսևորեց որպես տաղանդավոր երգերի կոմպոզիտոր, ինչպես նաև էստրադային շոուների բացառիկ ռեժիսոր։ Նրա երգացանկում կան հսկայական քանակությամբ երգեր կյանքի, սիրո, տառապանքի, մարդկության մասին։ Պետք է նշել, որ նա երբեք չի երգել հասարակական քաղաքական գունավորմամբ, նա չի փառաբանել իշխանություններին։ Նա ստեղծագործեց մի դարաշրջանում, երբ խորհրդային արտիստները կամ ծառայում էին որպես պետության խոսափող, կամ ընդօրինակում արևմտյան երաժշտական ճաշակը։ Երգչուհին իր երաժշտական կարիերան սկսեց, երբ Մարիա Կալասը հեռացավ բեմից, իսկ The Doors-ը նոր բեմ բարձրացավ։ Ալլան սեքս խորհրդանիշ էր, ոճային, կանանց ոգեշնչումը եւ հերոսուհին։ Նրան հետաքրքրում էին կնոջ ուժեղ ապրումները, սերը, խանդը, վրդովմունքը, կարոտը, գրավչությունն ու գիրքը։ Ալլան մանկությունից կամային էր եւ անզիջում։ Պուգաչովայի երգերը անկեղծ են, երբեմն նույնիսկ համարձակ եւ իհարկե հանրաճանաչ։ Ալլան մարտահրավեր նետեց նաեւ տարիքային կարծրատիպերին, դառնալով մայր։ Գերաստղիկ գեղարվեստական կարիերան շարունակվում է ավելի քան կես դար, եւ նա շարունակում է մնալ հանրաճանաչ։ Ռուսաստանում եւ ոչ խորհրդային տարածքում բացարձակապես բոլորը գիտեն Ալլա Պուգաչովայի անունը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր չեն սիրում փոփ երաժշտություն, չեն կարող չհուզվել նրա երգերից։ Նա կամուրջներ ստեղծեց այնտեղ, որտեղ քաղաքական գործիչները պատեր կառուցեցին։ Ալլան անսովոր խորը մարդ է եւ անսովոր ուժեղ կին, ով իր կարողություններն ու ուժերը վերցնում է հենց ինքն իրենից։ Ալլան այսօր ամեն ինչ ունի, նա երջանիկ մայր է ու երջանիկ կին։ Այնուամենայնիվ վերջին տարիներին նրա անձնական եւ հասարակական կյանքը ավելի մեծ արձագանք է գտնում լրատվամիջոցներում, քան բեմում նրա ելույթները։ Պուգաչովայի երկարատև բացակայությունները հանրության առջև եւ նրա կյանքը արտերկրում տարբեր ասեկոսեների եւ շահարկումների տեղիք են տվել։ Առայժմ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվել նրա ներկայացուցիչների կողմից ապագա ծրագրերի վերաբերյալ։ Մնում է միայն սպասել եւ տեսնել, թե ինչպես կզարգանա իրավիճակը։